Անդրանիկ Պողոսովիչ, դուք ասացիք, որ այսքան տարիների ընթացքում այսպիսի դեպք չի եղել ձեր պրակտիկայում, մի հատ կասեք առանձնահատկություն։ Սկզբանից այսպիսի դեպք արդեն 45 տարին լրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի պատճառով հղիգինը այդպիսի վնասվածք ստանա, սա ուղղակի բնության աղետի հետևանքով եւ բնության, ասենք, բարձրյալի ոնց որ հրաշք կլինի, որ այդ կինը եւ նորածինը փրկվել են։ Բացարձակ ուրեմն ճիշտ տակտիկա է եղել, իրանք նորածին հղիգինը տեղափոխվել է սեփական տրանսպորտով, անմիջապես նայվել ու դիագնոզվել է ելնելով կնոջ ուրեմն խոսքերից եւ հետավաբժիշկների իհարկե բարձր պրոֆեսիոնալիզմից անմիջապես ընդամենը 2-3 րոպեի ընթացքում արդեն նախապատրաստվել է, բոլոր մասնագետները միասին նայել են ու նախապատրաստվել է վիրահատության եւ կտրվածքը եւ ամեն ինչ շատ ճիշտ ընտրվել է, որովհետեւ հիմնական ուրեմն խնդիրը եղել է ոչ թե որովայնի, ասենք, աղիների կամ այլ օրգանի վնասվածքը, հենց արգանդի վնասվածքը, որը թափածագող վնասվածք է եղել եւ կինը նշել է անմիջապես, որ վնասվածքից հետո ջրերը գնացել են եւ իսկականից էլ եւ հարված այնքան ուժեղ է եղել, որ նորածնի քունքի աջ ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերքա պատրված կա եղել, որի պատճառով, այսինքն հիմա ասում են մեկը ինձ հարցրեց, իսկ հնարավոր չէր կարը տնել, կարը իհարկե հնարավոր է, բայց նորածնին ոչ թե կար տնելու համար է, այլ հիմնականում որպեսզի հետագա ուրեմն բարդություններից խուսափելու շատ հնարավոր էր, որ լիներ գանգոսկրի կոտրվածք, շատ հնարավոր էր, որ լիներ նաև արունազեղումներ ուղեղում։ Դրա համար տեղափոխվել է Ձերեթելի բժշկական կենտրոն, որտեղ մանրամասն հետազոտություններ արվել են, փառքաստու նորածինը լավ վիճակում է գտնվում, մայրն էլ այսօր իհարկե արդեն լավ վիճակում է գտնվում, շուտով պատրաստ ենք դուրս գալու։ Դուք որպես գինեկոլոգ կարող եք ասել, որ ինքը երեխա կունենա, թե չընդեղ նայեք։ Իհարկե 100% կունենա, եթե մենք դեռ Էրեբունի ծննդատունը եւ իմ կոլեկտիվը Արտյոմ Մաքսիմիչի ղեկավարությամբ, Միխայել Վլադիմիրովիչի ղեկավարությամբ աշխատում է եւ բոլոր հարագից մասնագետները, այդ թվում նաեւ վիրաբույժները, որոնք անմիջապես մասնակցություն են ունեցել վիրահատությանը եւ կատարվել է նաև որովայնի օրգանների հետազոտում ու վնասվածք, եթե չի հայտնաբերվել, ուզում եմ ասեմ, որ կունենա 100%-ով այդ աղջիկը երեխա։ Ասում ենք, որ երեխան փրկել է կյանքը, եթե հղի չլիներ, ինչ եք օգնում։ Եթե հղի չլիներ, հնարավոր է, որ ուղղակի մաշկին կպներ ասներ, համենայն դեպս փորն է բարձր եղել, որ նա միանգամից մտել է ուրեմն ու վնասել է արգանդը։ Չեմ կարող ասել այդ դեպքում, թե ինչ կներ այդ կնոջը։ Եթե հղի չլներ, կարող է այդ շորերը փռած չլներ ու դուրս չգար։ Բայց համաձայն եք, որ կարա երեխան փրկի մորը եւ եղել են այդպես դեպքեր։ Չեմ կարող ասել։ Երեխան փրկել է մորը, թե մայրն է փրկել երեխային, ամենայն դեպս երկուսն էլ վնասվածքը ստացել են, երկուսն էլ լավ են այսօր։ Բժշկուհիները կարող են